Ռուս-հայկական համալսարանը հրաժեշտ տվեց ևս մեկ սերնդի։ Տարիների ուսումը, քննությունները, գիտական նախագծերը, ընկերությունն ու համալսարանական կյանքի ամենակարևոր պահերն այսօր միավորվեցին մեկ մեծ տոնակատարության մեջ։ Հուզմունք, շփիթներ, գրկախառնություններ, ծաղիկներ եւ ակադեմիական թիկնոցներ, այս ամենը մեկ բանի մասին էր։ Եկել է երկար սպասված պահը։ Տոնակատարությունը սկսելուց առաջ շրջանավարտներն ու համալսարանի հյուրերը հարվյանքի տուրք մատուցեցին նրանց հիշատակին, ովքեր ընդմիշտ մնացել են ռուս-հայկական համալսարանի պատմության անբաժան մասը։ Ռուս-հայկական համալսարանի այն ուսանողների եւ շրջանավարտների հիշատակին, ովքեր զոհվել են Արցախյան երկրորդ պատերազմում։ Համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանի գլխավորությամբ դասախոսները, հյուրերն ու շրջանավարտները ծաղիկներ խոնարհեցին։ Եվ ահա սկսվում է հանդիսավոր արարողությունը։ Բեմից հնչում են առաջին շնորհավորանքները, իսկ առջևում դեռ ամենակարևոր խոսքերն ու իրադարձություններն են։ Հանդիսավոր արարողության բացման խոսքում շրջանավարտներին դիմեց ռուս-հայկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը։ Нам 29 лет. Всего за этот период мы выпустили 14 101 выпускника. Это большая армия серьезнейших профессионалов, которые сегодня известны фактически всем работодателям на территории Армении, Российской Федерации, далеко за рубежом. Фактически везде есть выпускники Российско-Армянского университета. Чем можем мы вас поздравить сегодня, наряду с тем, что вы отныне выпускники? Мы отныне имеем уже подчеркнутый юридический статус межгосударственной образовательной организации. И это благодаря тому, что на протяжении всех 29 лет, особенно за последние 3 года, правительство Республики Армения и правительство Российской Федерации в лице Министерства образования, науки, культуры и спорта Армении и Министерства науки и высшего образования Российской Федерации, они всегда были рядом, поддерживали нас во всем, и на ваших глазах мы развиваемся интенсивно. Выпускник РАУ отличается прежде всего тем, что он работает. Нет ни одного безработного выпускника РАУ. Мы делаем все для того, чтобы наши выпускники, наряду с профессиональными, узкопрофессиональными знаниями, они бы еще и формировались как граждане, как люди, прежде всего, которые коммуникабельны, которые приемлемы, которые системно совместимы со всеми новшествами, новыми технологиями, и это и есть облик нашего выпускника. Սիրելի շրջանավարտներ, հարգարժան հյուրեր, պրոֆեսորադասախոսական գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս այսօրվա կապակցությամբ
մենք նորից արդեն որ երրորդ անգամ ըստ էության հիշեցնեմ, որ 1999 թվականին եղավ առաջին ընդունելությունը, հիմնադրվեց մեր համալսարանը 1997 թվականին, սույնով արձանագրում ենք, որ այս տարի մեր 29-րդ տարեդարձն ենք նշելու սեպտեմբեր 15-ին, իսկ հաջորդ տարի բոլորս ձեզ հետ միասին պետք է նախապատրաստվենք մեր 30-ամյակին։ Եվ այս տեսանկյունից ուզում եմ ասել, որ մենք էլ ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում և դարձնելու ենք շրջանավարտների հետ մեր գործընկերության և կապերի զարգացմանը, շատ շուտով տեղի կունենա շրջանավարտների համագումարը և կարծում եմ դուք իբրև թարմ վերջին շրջանավարտներ պարտադիր ակտիվ մասնակցություն կունենաք, մենք ձևավորել ենք ժամանակավոր խորհուրդ շրջանավարտներից բաղկացած, իսկ գաղտնիք չէ, որ մեր շրջանավարտները հայտնի են արդեն բոլոր կառույցներում, և մենք հպարտ ենք նրանով, որ մեր համալսարանը իսկապես ներկայացնելով երկու պետություն, երկու կառավարություն, երկու մշակույթ, երկու լեզու, երկու գիտական և կրթական չափորոշիչներ և ստանդարտներ ունի մեծ հաջողություն մեր շուկայում և աշխարհի ըստ էության գրեթե բոլոր երկրներում։ Սույնի համար նաև ես ձեզ շնորհավորում եմ։ Եվ վերջինը ես սիրում եմ սրա մասին ասել և խոսել շատ վաղուց, որովհետև ինքս համարում եմ դա ամենակարևոր գործոնը։ Հիշեք միշտ, որ դուք լինելով Հայաստանում ռուս-հայկական համալսարանի շրջանավարտ, այլևս միշտ ուղեկցվելու եք այս համալսարանի անվամբ։ Դուք ոչ միայն կրելու եք մեր համալսարանի դիպլոմը և աշխարհը, գործատուները, աշխատանքի շուկան ձեզ ճանաչելու է նաև իբրև մեր համալսարանի շրջանավարտ, այլ նաև դուք հետադարձ կապով ամրացնելով, ուժեղացնելով մեր համալսարանը, էլ ավելի ուժեղ կլինեք բիզնեսում, կյանքում, շուկայում, քանի որ որքան մեր համալսարանը լինի ավելի ճանաչված և ավելի հզոր, ճիշտ այդքան դուք կլինեք ավելի պահանջարկված։ Շնորհավորում եմ ձեզ, բարի երթ։ Այսօր ռուս-հայկական համալսարանը ճանապարհում է իր շրջանավարտներին դեպի մեծ մասնագիտական կյանք։ Դիպլոմներ են ստանում 966 երիտասարդ մասնագետներ, մարդիկ, որոնց առջև բացվում են նոր հորիզոններ, հնարավորություններ և ամենահամարձակ գաղափարներն իրականություն դարձնելու ճանապարհը։ Ավարտական հանդիսությունը միշտ էլ հայացք է դեպի ապագա։ Հենց այս երիտասարդ մասնագետներին է վաղը վիճակված ստեղծել նոր նախագծեր, զարգացնել տնտեսությունն ու գիտությունը, ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ և իրենց որոշումներով ձևավորել երկրի վաղվա օրը։ Շրջանավարտներին բարեմաղթանքի և ուղերձի խոսքով դիմեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Հայ-ռուսական սլավոնական համալսարանը երկու առումով է կարևոր։ Մեկը դա որպես Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կարևոր կրթագիտական հարթակ։ Այսինքն սա երկու պետությունների միջև համագործակցության կարևոր հանգույց է և այստեղի սովորողները, պրոֆեսորադասախոսական կազմը և նաև շրջանավարտները կարծում եմ պետք է բուհին առնչվեն այս տրամաբանությամբ և ըստ այլմ նաև կյանքի հետագա փուլերում փորձեն իրենց նպաստը բերել Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացման և խորացմանը։ Երկրորդը, որ նույնքան կարևոր է, դա այն է, որ բուհը չի առանձնանում ուղղակի, որովհետև այն միջպետական բուհ է, այլ որովհետև ինքն արդեն իր ուրույն տեղն ունի Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգի, բարձրագույն կրթության ընդհանուր համակարգում։ Ես կցանկանայի բոլորիդ մեծ հաջողություններ մաղթել ձեր հետագա գործունեության մեջ մեր բոլոր 966 շրջանավարտներին։ Ուրախ եմ, որ տարեցտարի այս թիվը աճում է։ Գալով մեր օրվա հերոսներին, մեր սիրելի շրջանավարտներին, ես ձեզ ուղղակի մաղթում եմ, որ դուք բուհի հետ կապը պահեք, շրջանավարտների միավորման, ինստիտուցիոնալացման ուղղությամբ բուհը հետևողական քայլեր է ձեռնարկել և ձեռնարկելու։ Հուսով եմ, որ դուք մաս կկազմեք այդ գործընթացի, նաև հուսով եմ, որ արդեն որպես անհատներ չեք համարի, որ դուք ձեր գործը արել եք։ Չկա սովորելու ժամանակ, ապա աշխատելու ժամանակ։ Մեր ամբողջ կյանքը դա սովորելու մասին է, կրթության, ինքնակրթության մասին է։ Ես ձեզ մաղթում եմ, որ բոլոր նրանք, ովքեր իրենց կրթությունը կշարունակեն կրթական հաջորդ հանգրվանում, աստիճանում, գիտական
ուղղությամբ կգնան կամ ուղղակի կներգրավեն աշխատաշուկայում, բոլորիդ մեծ ու մեծ հաջողություններ եմ մաղթում ու ցանկանում, որ դուք կլինեք բուհի կողքին, ինչպես բուհը ձեր կողքին։ Ռուս-հայկական համալսարանը երկար տարիներ շարունակում է մնալ երկու երկրների կրթական և հումանիտար համագործակցության զարգացման կարևոր հարթակ։ Այսօրվա ավարտական հանդիսությունը ևս մեկ անգամ հաստատում է այդ ամուր կապը։ Շրջանավարտներին հաջողություններ և մասնագիտական նոր ձեռքբերումներ մաղթեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական դեսպանորդ Դմիտրի Լիցկայը։ Сегодня вы получили путевку в жизнь. Позади долгие бессонные ночи перед экзаменами, длинные лекции, но в то же время много, я уверен, ярких, интересных событий, достижений. Сегодня вам выпала честь стать выпускниками одного из, наверное, самых значимых проектов в российско-армянском образовательном сотрудничестве студентами РАУ. И теперь вы получили эту возможность открыть многие двери не только в родной Армении, но и в России, реализовать себя в наших двух близких странах. И вообще в мире, потому что это диплом, это плод большого труда ваших преподавателей, ваших родителей, которые сделали все, чтобы вы получили знания и стали выпускниками. И уверен, что где бы вы ни трудились, где бы вы ни реализовывали свои таланты, достигали успехов, вы будете вносить и свой вклад в то, чтобы российско-армянское сотрудничество крепло, развивалось. От всей души желаю вам успехов, успешной реализации, новых высот. Впереди еще огромная интересная жизнь. Но этот диплом – это колоссальная такая доска для серфа, которая будет вам во всем помогать. Это очень важный день для каждого из вас, и вы в любом случае будете его помнить как один из самых счастливых. Во-первых, поздравляю Эдварда Матинича вас с тем, что у вас такой замечательный вуз и такие замечательные студенты, которых мы всегда очень любим. Я поздравляю каждого преподавателя этого университета с тем, что у вас есть такой коллектив и такая возможность вместе быть. Вместе растить новое поколение, каждое поколение выпускников. Но выпускникам хочется пожелать только одного: добрый путь, и пусть жизнь все складывается наиболее лучшим образом. Սա ավարտը չստա սկիզբն է, ձեր նոր նախաձեռնությունների և ձեռքբերումների մենք խնդրենք, որ դուք ունեիք ավելի խիզախ, շատ փորձեիք և չընկրկեիք տարբեր դժվարությունների առջև և շարունակեիք սովորել։ Իսկ պաշտոնական ելույթներից հետո ժամանակն էր ամենաանկեղծ ու հուզիչ զգացմունքների համար։ Իրենց դասախոսներին, ռեկտորին և հարազատ համալսարանին շնորհակալական խոսքեր հղեցին նաև Ռուս-հայկական համալսարանի 2026 թվականի շրջանավարտները։ Իրենց ելույթներում նրանք կիսվեցին անկեղծ հույսերով և հիշողություններով այն տարիների մասին, որոնք ընդմիշտ կմնան իրենց կյանքի կարևորագույն էջերից մեկը։ Երեկոյի ամենահուզիչ պահերից մեկը դարձավ գեղեցիկ և խորհրդանշական մի դրվագ։ Երկինք բարձրացան օդապարիկները, իրենց հետ տանելով նրանց ամենանվիրական ցանկությունները, ովքեր այսօր բացում են իրենց կյանքի նոր էջը։ Բեմում ելույթ ունեցան Կամի Ֆրենցս և Մարինե Մանասյանը։ Կենդանի երաժշտություն, սիրված երգեր, պար և բազմաթիվ հույսեր։ Ռուս-հայկական համալսարանի բոլոր ինստիտուտներն այսօր այստեղ էին, և թվում էր հենց այս պահին շրջանավարտները վերջնականապես թողեցին վերջին ամիսների բոլոր անհանգստություններն ու պարզապես վայելեցին այս գեղեցիկ երեկոն։ Чувства не объяснить, близко как катастроф. Кто-то украл весну, доктор в калине морфий. Я не могу уснуть, что происходит в мире или в моей груди, в моей квартире. Доктор, окороти, спрячь меня в санаторий от посторонних уст. Доктор такой горький
համաշխար պտուտեկա չթոյ հավաշնազանի չտեսակու դիարպես դունդի փոնել վաշնազան դուն է կրակ հակած է կրակ որ մե կրակի դիմանա դուն է կրակ հակած է կրակ որ մե կրակի դիմանա
համար։ Merci շատ։ Բարելու ենք։ Ես եկա հաստատ գիտեք օգնես մեզ։ Աստված
Շպիտով նոր կյանք տվեցիր, իջած երկնքից, այդ պահից ստացար տիրուհի, իմ բոլոր սրտի, բայց հեռու քեզնից, այդ վկայությունից, աշուկից, ոչ հեռաս հոգից, այդ ուղրներ չեն կարող այսպես, ուզում է քեզ կրկել խնդիրվես, հաստատ գիտեմ դու ես ինձ պես, սպասում ես ինձ տանջվում խնդիրվես, հավատալը դա կամույն դա, ոչ է մենանա, ես ոչ մի ամեն անգամ երբ լսում եմ ձայնդ ես հեռվից, ամեն անգամ արտասվում ես սիրտս կարոտից, ուզում եմ քեզ ամուր գերգել ու ասել կրկին, ուզում եմ աչքերի փայլով որ են դարձնես ինձ, բայց հեռու քեզնից տանջվում կարոտից, տանջվում հոգից, ոչ հեռաս հոգից, այդում է քեզ չեմ կարող այսպես, ուզում եմ քեզ կրկել խնդիրվես, հաստատ գիտեմ դու ես ինձ պես, սպասում ես ինձ տանջվում խնդիրվես, այդում եմ, սպասում եմ, տանջվում Եվ ահա երկար սպասված պահը, որին շրջանավարտներն այսքան տարի էին սպասում, այն պահը, երբ նրանց ձեռքերում հայտնվեց ավարտված կարևոր փուլի գլխավոր խորհրդանիշը՝ ռուս-հայկական համալսարանի դիպլոմը։
Ծափահարությունների և ջերմ խոսքերի ներքո շրջանավարտներին հանձնվեցին դիպլոմները։ 966 շրջանավարտ, հազարավոր հիշողություններ, հարյուրավոր նոր պատմություններ, որոնք դեռ պետք է գրվեն։ Այսօր ռուս-հայկական համալսարանը ճանապարհում է իր շրջանավարտներին, սակայն սա հրաժեշտ չէ, սա նոր ճանապարհի սկիզբն է։